Ողջույն սիրելի գործընկերներ, սիրելի թիմակիցներ, ձեզ հետ ես եմ Հովհաննեսյան Լուսինեն, շատ-շատերի ավագ նաստավնիկը Faberlic on-line business պրոյեկտում։ Այսօր մի փոքր խոսեմ շատ կարևոր կետերի մասին, այսինքն այնպիսի կետերի մասին, որոնք որ ըստ մեր սկսնակների խանգարում են իրենց բիզնեսը զարգացնելու, բիզնեսում աճելու, առաջ գնալու համար։ Այ ինչն է խանգարում ձեր բիզնեսի զարգացմանը ըստ ձեզ։ Շատերի հետ արդեն շփվելով ես արդեն ունեմ իմ մեկնաբանությունը եւ շատերդ արդեն համակարծիք կլինեք, եթե լսեք ինձ միջև վերջ, հա։ Ըստ ձեր բիզնեսում խանգարում է, հա, դուք չեք աճում, ինչու, որովհետեւ ձեր ժամանակը բավականաչափ չէ, որպեսզի դուք կարողանաք տրամադրել նոր գործին, նոր մասնագիտությանը, հա, դուք չունեք այդքան ժամանակ։ Ձեզ խանգարում է, որպեսզի բիզնեսում դուք զարգանաք, աճեք, գումար չլինելու պատճառ, այսինքն գումար չկա։ Ըստ ձեզ խանգարող հանգամանք է նաեւ, որ օրինակ դուք ունեք վախեր, կասկածներ, անհանգստություններ բիզնեսում առաջ գնալու զարգանալու համար։ Ինչու՞ չէ նաև չեք հավատում այս ամեն ինչին։ Մյուս խանգարող հանգամանքը, որ իսկապես ձեզ խանգարում է, դա կոմֆորտ զոնան է, հարմարավետության գոտին, որ չեք կարողանում լիարժեք լքել այդ տարածքը, որ մտնեք մի նոր դիսկոմֆորտի մեջ, իսկ երբ որ դիսկոմֆորտը դուք զգաք, ուրեմն դուք արդեն նոր փուլ եք տեղափոխվում, հա, մի նոր բան եք սկսելու անել ու սովորել։ Եվ ամենակարևոր բանը շատերի մոտ մոտիվացիան պակասում է։ Չկա մոտիվացիա, չունեն մոտիվացիա կամ տրամադրություն։ Երբեմն տրամադրությունը շփոթում են մոտիվացիայի հետ, վերջը որ մոտիվացիան դա այն դրդապատճառն է, որը որ քեզ բերել է այս բիզնես, այսինքն դու իմանալով այստեղի հնարավորությունները, արդեն ունես մոտիվացիա աշխատելու, գործողություններ անելու, որ հասնես այդ եկամտին կամ այն ինչի, որ դու ձգտում ես։ Սկսենք ժամանակ չկայից։ Ժամանակ չկա եւ հաճախ լսում եմ այսպեսի պատասխան. Լույս ջան, հիմա չունեմ ժամանակ, մի քիչ գործեր կա, գործերս ավարտեմ, ժամանակս չի բավականացնում, ուրիշ ինչ որ գործ եմ սկսել թե, հա, այսինքն հեսա որ ժամանակ լինի, արդեն կսկսեմ նաեւ սրանով զբաղվել։ Ես ասում եմ, սրանով չեն զբաղվում։ Սա մի մասնագիտություն է, որը պետք է սովորել։ Իսկ իդեալական ժամանակ չի լինում, որովհետեւ 24 ժամ ես ունեմ, 24 ժամ դու ունես, 24 ժամ բոլորը ունեն։ Այստեղ պետք է ուղղակի ճիշտ կառավարել ու պլանավորել ժամանակը, որովհետեւ բիզնեսը ես միշտ նմանեցնում եմ փոքրիկ երեխայի, հա, օրինակ եթե ձեր երեխան սոված է կամ չգիտեմ դաց է լինում, փոխարենը դուք զբաղվեք իրենով, պատկերացնեք դուք իրեն ասեք ժամանակ չկա ես քեզանով զբաղվեմ կամ ժամանակ չկա քեզ կերակրեմ։ Երկրորդը գումար չկա, շատերը ասում են գումար չկա պատվեր անեմ կամ գումար չկա միջոցառումների մասնակցեմ կամ գումար չկա ուսուցմանը մասնակցեմ, չնայած մեր ուսուցումը այստեղ անվճար է եւ մենք չենք օգտվում, կարելի ասել ես ինքս չեմ օգտվում վճարովի ուսուցումներից, ամեն ինչ տրվում է պատրաստի կա։ Սկսենք գնումներ անելուց, հա, երբ որ ասում են գումար չկա գնումներ անեմ։ Ինչ գնումների մասին է խոսքը։ Հնարավոր է, որ գումար չլինի, որ դու կոտան համար առնես ամանի հեղուկ, լվացքի փոշի, ատամի մածուկ, դեզոդորանտ, չգիտեմ, խոհանոցային պարագաներ եւ այլն, չկա։ Մինչև Faberlic-ում գրանցվելը մեր պրոյեկտում, հա, գրանցվելը միթե դու այդ գնումները չէիր անում, այդ ժամանակ չէիր մտածում, որ գումար չկա։ Կամ միջոցառումների մասնակցելու համար մի երկու խոսք, հա, տարվա մեջ միջոցառումներ կարելի ասել մեկ խոշոր միջոցառում է լինում, որին որ պարտադիր պետք է մասնակցել, որովհետև այդ միջոցառման ժամանակ դուք կհանդիպեք շատ հաջողակ մարդկանց, կանանց, ովքեր որ ձեզպես նորեկ են եղել, իրենց առաջին քայլերն են արել այս պրոյեկտում, արդեն անկախ են ֆինանսապես կայուն են, միթե կարելի է բաց թողել տարվա մեջ մեկ միջոցառում, հա, այն էլ որ եթե Հայաստանում եք, տեղի ունենում Հայաստանում։ Շատ կարևոր բաներ են դրանք, որ պետք է մասնակցել, պետք է պլանավորել, պետք է ժամանակ ու ինչ որ գումարել տրամադրել, չնայած շատ չնչին գումար է, հա, այդ միջոցառման տոմսերը այդպես շատ չմանրանամ։ Եվ ամենակարևորը, միթե դու չես ուզում ունենաս գումար։ Եթե հիմա մենք ասենք գումար չկա, որտեղից է լինելու, եթե դու ոչինչ չձեռնարկես ու ոչինչ չանես։ Մյուսը, երբ որ ես լսում եմ, որ կամ զգում եմ, հա, վստահություն չկա, հավատ չկա, այսինքն մարդը կամ իր ուժերի վրա չի, իր ուժերի վրա վստահ չի, հա, կամ էլ ուղղակի չիմանալով ընկերության հնարավորությունները, բիզնեսի հնարավորությունները, ինքը ուղղակի վստահ չի, որ կհաջողի այստեղ։ Դա էլի գալիս է նրանից, որ մի կողմից նա ուզում է ինչ-որ մի բան անել սկսել, մյուս կողմից չի ուզում ուսումնասիրել հնարավորությունները, որպեսզի ավելի վստահ լինի։ Իսկ երբ որ ասում են հավատ, տեսակ չեմ հավատում, այստեղ միանշանակ կա մի հատ պատասխան, որ սա կրոն չի, որ դուք հավատաք, հավատացնելու ոչինչ չկա, կա պատմություն, կա փաստեր, կան օրինակներ, իրական մարդիկ, եւ կա ռեալ արդեն պրոյեկտ, որտեղ շատ շատերը հաջողում են իրենց աշխատանքի արդյունքում։ Եվ մյուս բանը, որ մոտիվացիան պակասում է, մոտիվացիան եթե պակասում է կամ եթե մոտիվացիա չունեն, ուրեմն էլի կարող եմ ասել նույնը, պետք է հասկանալ ինչ հնարավորություններ կան այստեղ, եկամուտների չափը ինչքանի կարող են հասցնել, ըստ դրա կազմել նպատակ, ունենալ դրդապատճառ, մոտիվացիա եւ ուղղակի աշխատել, որովհետեւ եթե դու մի քիչ աշխատում ես ու քո մոտիվացիան ընկնում է, ուրեմն քո նպատակը շատ թույլ է։ Ուրեմն
հստակ կողմնորոշված չես ինչ ես դու ուզում։ Այնպես որ սիրելի թիմակիցներ, սիրելի լիդերներ, սիրելի սկսնակներ, եթե դուք չմտածեք խանգարող հանգամանքների մասին, ոչ մի խանգարող հանգամանք էլ չի ծնվի։ Խանգարող հանգամանքները եկեք փոխարինենք մաքսիմում դժվարությունների հետ։ Այսինքն կան դժվարություններ, որոնք պետք է հաղթահարել, որոնք պետք է դիտարկել որպես խնդիր, լուծել այդ խնդիրը եւ բացել ձեր հաջողության հերթական դուռը, անցնել մի նոր ավելի ուրիշ մակարդակ։ Դժվարություններ խանգարող հանգամանք։ Այդ տեսեք, այստեղ էլ եթե դուք ձեր մտքերի վրա աշխատեք, եթե ձեր մոտ այդ բառը փոխարինեք ուրիշ բառով, ես շատ հաճախ երբ որ երեխեք աղջիկները օրինակ ինչ որ բան են արտահայտվում, ես գտնում եմ բառերից, ասում եմ, այ կարելի է որ այդ բառի փոխարեն ասես այս մյուս բառը, օրինակ ինձ խանգարում է բիզնեսում աճելու զարգանալու համար ժամանակ չկա, փող չկա եւ այլն եւ այլն եւ այլն, դու կարող ես ասել, որ ունեմ որոշակի դժվարություններ, այ наставник ջան, բիզնես կոնսուլտանտ ջան, ինչով կարող ես ինձ օգնել, կպատմես քո փորձից, ինչպես ես համատեղել կամ ոնց ես սկսել քո գնումները, ոնց ես կազմակերպել, կամ ոնց ես մասնակցել դասընթացների, ինչքան ժամանակում ես օրինակ դու հասել այ քո ուզած այս ստատուսին կամ այս եկամուտին, այսինքն խանգարող հանգամանքները միայն ձեր մտքում են, ձեր գլխում են, չպետք է ինչ որ մի բան եթե չի ստացվում ձեր մոտ, դուք գտնեք պատճառներ եւ ասեք դրանք խանգարում են բիզնեսում աճելու զարգանալու համար, որովհետեւ ել եմ կգնում, եթե ձեր երեխան սոված լինի, եթե ձեր երեխան գա ասի մամա ջան, արի օգնի ինձ դասը սովորացրու, հաստատ դուք չեք ասի ես մոտիվացիա չունեմ որ քեզ դաս սովորացնեմ։ Ես ուրեմն կոմֆորտ զոնայի մեջ եմ եւ չեմ կարող հիմա քեզ դաս սովորացնել։ Կամ ես չեմ հավատում քեզ որ դաս սովորացնեմ, դու կհասնես ինչ որ արդյունքների։ Ես ինչի եմ անընդհատ երեխա շեշտում, որովհետեւ երեխաները մեր բիզնեսը նման է նոր ծնված երեխայի, մանավանդ եթե սկսում եք 0-ից այս բիզնեսը։ Բոլորդ մաղթում եմ հաջողություններ, ցանկացած հարցով դուք անպայման կիսվեք, դիմեք ձեր նաստավնիկներին, սովորեք այն մարդկանցից, ովքեր որ ինչ որ չափով ձեզանից առաջ են, այսինքն ոչ թե առաջ են եկել դա նկատի չունեն, փորձառություն ունեն, արդեն թիմ ունեն, արդեն ուսուցում են անցկացնում, արդեն ինչ որ եկամտի են հասել ու ավելի, ու դուք հաստատ հաջողելու եք։ Մոռացեք խանգարող հանգամանքները, փոխարինեք այդ բառերը ավելի այնպիսի բառերով, որ դրանք լուծումներ գտնեն, ու ամեն ինչ ձեզ մոտ կհաջողի։